Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից առաջադրված Շեյխ Նասեր Ալ-Նովայսին ՄԱԿ-ի զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առիթով։ Միրզոյանը այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում. «Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների թեկնածու Շեյխ Ալ-Նովայսին ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաջող առաջադրման առիթով։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովուրդների միջև կապերը ամրապնդելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության համար», գրել է Միրզոյանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Աննալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առիթով։ Միրզոյանը այս մասին գրառել է իր X-ի միկրոբլոգում. «Անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Աննալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ եւ նրան հաջողություններ եմ մաղթում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի այս կարևոր տարում։ Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն, ՄԱԿ-ն ավելի ուժեղ եւ բազմակողմանի դարձնելու հարցում», գրել է Միրզոյանը։ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը, մասնավորապես կարևորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը։ Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում նաև Թուրքիայի հետ, առաջադրելով խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, Ասիա-Եվրոպա կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ժողովուրդների բարեկեցության եւ կայուն զարգացման ապահովմանը։ Հակոբ Արշակյանը գերիների եւ պահվող անձանց հարցը ներկայացրել է բացառապես մարդասիրական խնդիր, ընդգծելով, որ բոլոր գերիները եւ ապօրինի պահվող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք համաձայն միջազգային իրավունքի եւ մարդասիրական նորմերի։ Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, Արշակյանը հիշեցրել է, որ 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը։ Ճապոնիայի ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալը վերահաստատել է Ճապոնիայի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացին, ընդգծելով միջազգային իրավունքի գերակայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Նախորդին Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Արամ Ղազարյանը լոռու մարզպետի։ Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի ազգային ժողովի խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական համագործակցության օրակարգային հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահը ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը, հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է խորհրդարանական համագործակցության խորացմամբ, հաշվի առնելով երկու երկրների օրենսդիր մարմինների կենտրոնական դերակատարումը։ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության համար, ընդգծելով տնտեսական զարգացման ոլորտում Ճապոնիայի մասնակցության կարևորությունը։ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին, շեշտելով հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման կարևորությունը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ եւ ակնկալում է կառուցողական մոտեցում նաեւ հակառակ կողմից։ Ճապոնիայի ազգային ժողովի խորհրդականների պալատի փոխնախագահը իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն ապահովելու համար։
Նիրոյուկի Նագահաման բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Ճապոնիայում, այն կրթական համագործակցության խորացման եւ հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից համարելով կարևոր նախաձեռնություն։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել հայկական նորարարական կրթական մոդելը Ճապոնիայում ներդնելու համար։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության նշանակությունը որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն։ Հունիսի 2-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեվոր խորհրդի ժողով, որին մասնակցել են եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ, Հայաստանից եւ Սփյուռքից տեղեկացնում են Մայրաթորի տեղեկատվական համակարգի Facebook-յան էջը։ Ժողովում քննարկվել են հայրենիքի արչեւ ծառացած մարտահրավերները, եկեղեցի պետություն հարաբերությունները եւ հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական արշավին։ Այս կապակցությամբ Գերագույն հոգեվոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ դատապարտելով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավը։ Հայտարարությունում հոգեվորականած դասը հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարի պահվածքին որակում է տվել, նշելով հետևյալ կերպ. Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամները շեշտել են նաեւ Փաշինյանի պահվածքն ու գործելավոճը կոնկրետ նպատակներ ունի։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Աբովյան համայնքում երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց ուրախ ու տոնական միջոցառումներով։ Համայնքապետարանի դիմահայաց այգին մարդաշատ էր, տիրում էր բարձր տրամադրություն եւ ուրախ մթնոլորտ։ Համայնքի երեխաներն ու ընտանիքները համախմբվել էին մասնակցելու սպասվող հեքիաթային եւ ժամանցային ծրագրերին։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնությամբ հունիս 1-յան պայծառ տոնի առիթով այգում գործում էին անակնկալներով լի մանկական խաղեր, փոքրիկներին այցելում եւ լուսանկարվում էին հայտնի ու սիրված մուլտհերոսներն ու կերպարները, իսկ միջոցառման ընթացքում համայնքի փոքրիկները վայելեցին քաղցր հյուրասիրությունը։ Միջոցառման ավարտին հնարամիտ ու զարմանալի ելույթներով հանդես եկավ նաեւ աճպարարը։ Կրկին շնորհավորում ենք մանուկներին հունիսի 1-ի ջերմ ու լուսավոր տոնի կապակցությամբ։ Մաղթում հիշարժան ու երջանիկ մանկություն։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 2-ից 3-ին համաձայն որի բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։
Մայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 303 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 28, չամրակապված վարելու 1047, առանց մանկական նստատեղի քարսիթի 3, վարելու ընթացքում ծխելու 426, վարելի հեռախոսից օգտվելու 274, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 77 եւ 1677 այլ իրավախախտում, 134 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 370-ը տեխնիկական զննություն չանցած, 44-ը լուսարձակների անսարքությամբ, 94-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13990 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 278 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 203 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 611, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 75, չամրակապված վարելու 3214, առանց մանկական նստատեղի քարսիթի 152, վարելու ընթացքում ծխելու 334, վարելի հեռախոսից օգտվելու 558, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 6, արագության գերազանցման 2239 եւ 4295 այլ իրավախախտում, 405 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1486-ը տեխնիկական զննություն չանցած, 296-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 5 բեռնատար, 131-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 26 անձ։ Ինչ պետք է անել օձ հանդիպելիս շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է մեջբերում եմ. Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի եւ ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում չակերտավոր վնասազերծել, լրջորեն վտանգելով եւ իրենց եւ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի անբաժան մասն են։ Նրանք ոչ միայն վտանգավոր չեն, այլև օգտակար են կատարելով կարևոր գործառույթ վերահսկելով վնասատու միջատների, մկների եւ այլ փոքր կենդանիների պոպուլյացիան։ Բոլոր օձերը վտանգավոր չեն, իսկ Հայաստանի տարածքում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Շատ հաճախ մարդիկ առանց տարբերելու սպանում են բոլոր տեսակի օձերին։ Հորդորում ենք, եթե հանդիպել եք օձի, մի փորձեք սպանել կամ բռնել նրան։ Զանգահարեք արտակարգ իրավիճակների նախարարություն կամ բնապահպանական կառույց։ Սովորեցրեք երեխաներին խուճապի չմատնվել օձի ներկայության դեպքում։ Համացանցում մի տարածեք օձերի նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր եւ լուսանկարներ։ Դա խրախուսում է սխալ վերաբերմունք։ Պաշտպանելով օձերին մենք պաշտպանում ենք նաև բնության հավասարակշռությունը։ Մեջբերման ավարտը։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են մարզերում հունիսի 4-ին շրջանների զգալի մասում 6-ին գիշերը եւ կեսօրից հետո 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին եւ 8-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ին աստիճանաբար կնվազի 6-ից 9 աստիճանով, իսկ հունիսի 5-ից 8-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 6 աստիճանով։